Ողջույն։ Ընդամենը 2 ամսից մեր երկրում մեկնարկելու է նախընտրական քարոզարշավը, եւ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը պետք է ընտրողին առաջարկեն իրենց ծրագիրը։ Նախընտրական քարոզարշավը, ինչպես ասում են, մի ոտ շուտ է սկսել ՔՊ-ն։ Վերցրել են մի հատ ավտոբուս, կուսակցության լոգոն փակցրել վրան, մոտավորապես մի 20 հատ պետական պահպանության, ոստիկանական, պարեկային մեքենաներով փակում են քաղաքների փողոցները, մայրօղիները եւ գնում են քարոզարշավի։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է. «Իմ նախագահության ժամանակվա ծրագրերը կարող եք վերցնել եւ ցույց տալ մի խոստում, որը չեմ կատարել»։ Ինձ թվում է ՔՊ-ից ավելի շատ ես եմ կարդում իրենց նախընտրական ծրագիրը, կառավարության գործունեության ծրագիրը, նախընտրական խոստումները։ Արդեն անգիր եմ արել, բայց իրենց ծրագրերում էլ հակառակն է։ Չեմ կարողանում գտնել մի կետ, որը կատարել են։ Ծրագրի ընդամենը 1-2% են կատարել, այն էլ կիսատ պռատ, թերի, փնթի։ Երկրորդ նախագահի նախընտրական ծրագրում կա դրույթ բարձրագույն կրթության անվճար դարձնելու մասին։ Կասկած չունեմ, որ այդպես էլ լինելու է, բայց եթե նույն խոստումը տա Փաշինյանը, նույն պահից սկսած սուտ է։ Գուցե ժամկետի վերջում մի կիսատ պռատ բան մոկոնեն, հաջորդ ընտրություններին մի քիչ էլ ձայն տանելու համար։ Եթե երկրորդ նախագահը ասի, հնարավորինս սահմանափակելու ենք, օրինակ, արտաքին պարտքի ներգրավումը, դա մեզ համար հիմք է հավատալու, հաշվի առնելով նրա կառավարման շրջանում պարտքի թեթև մակարդակը։ Եթե Նիկոլը խոստանա, որ պարտք այլևս չի վերցնելու, հաստատ իմացեք, որ սուտ է ասել։ Արդեն մի անգամ խոստացել է, բայց մեծացրել է պետպարտքը 8 միլիարդ դոլարով։ Երբ իշխանությունը գնում է ծրագիր ներկայացնելու, պետք է նաև հաշվետվություն տա իրեն ընտրողներին, թե նախորդ 5 տարին ինչ է արել։ Սա չունի այդ հաշվետվությունը։ Հակը խոսի, ինչից ասես, բայց ոչ ինչ որ ռեալ, խելքը գլխին բանից, բարեփոխումներից, որովհետև չկան։ Բայց ինձ համար անհասկանալի է ժողովրդի հանդուրժումը, անկեղծ ասեմ։ Գնում է գյուղեր, ժողովուրդը բողոքում է աշխատատեղերի բացակայությունից։ Նիկոլը մունատ է գալիս, ասում է գնացեք շինարարություն արեք, կրթվեք եւ այլն։ Բայց ես չեմ տեսել մեկը պահանջի հաշվետվություն, ասի դու խոստանում էիր գործազրկությունը 26-ին դարձնել 10%-ից ցածր, բայց ինչի չես արել։ Քոչարյանը, որ խոստանա գործազրկության նվազեցում, քաղաքացին չհավատալու առիթ չունի, պատճառ չունի, որովհետև մի անգամ արդեն 20%-ից իջեցրել է 7-ի։ Երբ Նիկոլը քարոզարշավի է գնում, մարդիկ, որ բողոքում են աշխատատեղերի բացակայությունից, ճիշտ են անում, բայց պետք է հիշեցնեմ, որ այդ մարդը լիքը գործարաններ է խոստացել։ Գյումրիում հայտարարում է, թե 65% խփելու է, ու իրեն չեն ասում, դու Շիրակ օդանավակայանի կողքը սամալյոտի գործարան ես խոստացել։ Գյումրիում վերելակների գործարան ես խոստացել, բա դրանք ուր են։ Գյումրիում այնքան գործարան է խոստացել, որ հիմա պետք է այդ քաղաքում գործազրկությունը 0% լիներ։ Ամենաշատ գործազրկություն ունեցող քաղաքներից է։ Խաբել է, բայց հիմա էլ ասում է 65% ձայն ինչա որ չտանեմ։ Գնում է գյուղեր, որոնք ունեն ջրի խնդիր, բողոքում է նախկիններից, ու մեկը չի հարցնում, հələ սպասի, նախկինները մի կողմ։ Վայոց ձորում խոստացել ես Ելփինի, Խնձորուտի, Վերնշենի, Խաչիկի ջրամբարները, ուր են։ Քասախի ջրամբար ես խոստացել, ուր է։ Սևան Մաստարա ջրամբարը ուր է։ Տավուշում Հախում 2 Կողբի ջրամբարները ուր են։ Արթիկի ջրամբարը ուր է։ Խնձորեսկի ջրամբարը ուր է։ Գեղարքունիքում Աստղաձորի, Արգիճի ու Գեղաձորի ջրամբարները ուր են։ Նախագահ Քոչարյանն ասում է. երբեք չեմ տվել խոստում, որը չէի անելու։ Լավ մտածում էի, բա որ մի բան ասեմ ու չկարողանամ անել, այդ մարդկանց աչքերին ոնց եմ նայելու։ Սա այդ պրոբլեմը չունի, 1000 բան ասել է, ոչ մի բան չի արել, լցվում են ավտոբուսը, տրճիկ տալով գնում կուկուրուս կրծում, մունատ գալիս մարդկանց վրա ու էլի դիսկոտեկային տրամադրությամբ հետ են գալիս։ Հայաստանում 600-ից ավելի 3-4 կարգի վթարային բազմաբնակարան շենք կա։ Խոստացել էր 70%-ը վերակառուցել, չի արել։ Երևանում մեռան բողոքի ցույց անելով Վարդաշենի բնակիչները, սպառնում էին անգամ կառավարության շենքի դիմաց վրան խփել այդտեղ մնալ։ Խաբել է, չի կառուցել։
Հիմա այդ մարդկանց ասում է 65%-ը հաստատ ինձ եք ընտրելու։ Ինչի խաթեր, որ հաջորդ 5 տարում էլ ընտրվեց ու շենքերը փուր գան իրենց գլխին։ Խոստացել է ժողովուրդ ջան, եկեք պահանջեք, թող հրապարակի իր վերակառուցած այդ 70% վթարային շենքերի ցանկը։ Ինչ որ գյուղում դժգոհում են, որ մանկապարտեզ չկա։ Սա մունատ է գալիս, բայց մեկը չի հակադարձում, ասի, ինչ արա, բա դու խոստացել ես 21 թվականին, որ բոլոր գյուղերը ունենալու են մանկապարտեզներ եւ նախակրթարաններ։ Ցույց չտաս, որ ինչ որտեղ սարքում ես, դու խոստացել ես բոլոր գյուղերում, բոլոր։ Խոստացել ես, որ մանկապարտեզի դաստիարակները 2-ից 300,000 դրամ են ստանալու։ Այդ որ մանկապարտեզում է այդ թիվը։ Երկու թորների խնամող տատիկը ցույց է տալիս, որ Դոմիկի տանիքից չռում է։ Յուղի բանկա, դույլեր են ամեն հատվածում կախել, որի մեջ կատկտում է տանիքից ներս թափվող ջուրը։ Երեխաների տեղաշորի մեջ է լցվում։ Գնացել է Գյումրի, ասում է 3-րդ հեղափոխությունը օգնեք անեմ։ Չեմ լսում պահանջ, դու խոստանում ես աղետի գոտու բոլոր անօթևաներին տուն տալ։ Այն օրը Լևոն Քոչարյանն ասում է, որ խնդիրը հնարավոր է արագ կարգավորել։ ՔՊԱ-ականները իբր կոմենտներ են գրում, հակադարձում են, հերը թող սարքեր։ Հերը 10 տարի կառավարել է 3700 հատ բնակարան է սարքել աղետի գոտում։ Դուք կառավարել եք 8 տարի, մի հատ սարքել եք։ Գնում է գյուղեր։ Մարդիկ են ջոկում, որ գնան լավը խոսեն։ Մեկը չի հարցնում, բա խոստանում էր բոլոր գյուղերի ճանապարհները սալիկապատել, ինչ ես արել։ Խոստացել էր, որ 2026 թվականին բոլոր արոտավայրեր տանող ճանապարհները կառուցվեն։ Ուր են։ Ժողովուրդ հարցեք, ասեք, ուր են այդ ճանապարհները։ Խոստանում էր արոտավայրերը շատացնել։ Քանի հոգի են այս ընթացքում նկարահանել, որ ասում են թշնամին վերցել է մեր արոտավայրերը։ Այցելեք իմ հայրենի քաղաք, Գավառ, մոտեցեք, հարցրեք, արոտավայրերը բոլորը հնձում են։ Հարցրեք, նախկինում քանի կով էիք պահում, քանիստ եք հիմա պահում։ Նիկոլը խոստացել էր խոշոր մանր եղջերավորների գլխականակը եռապատկել։ Այդ խոստումը, որ տալիս էր, 265,000 կով կար։ Եռապատկելուց հետո դարձել է 200,000։ Լավ օրից են մարդիկ վերացրել անասուններին։ Գյուղացիների խոստանում էիր սև ցուցակների մաքրում, 0%-ով վարկեր։ Բա ուր են դրանք։ Այն հայտնի խոստումները չեմ հիշեցնում։ Մեռել ենք խոսելով, բայց էլի կխոսենք։ Դրանք պետք է միշտ ասել։ Սա որպեսզի այս խնդիրներից չխոսեն, շոուներ է անում, մտնում է խանութները, տեսնում է ով է ապրանք գնել, ասում է տվեք տոպրակների, ես տանեմ։ Ինքն է մունատ գալից, նախկիններից է խոսում, ինչ որ թալանից է խոսում։ Այդքան ձեզ չի հարգում ժողովուրդ։ Դե ասում եք կգամ, կխափեմ, կֆռացնեմ, նախկիներին դեմ կտամ, կասեմ օգնեք 3-րդ հեղափոխությունը անեմ, հետո 4-րդը անեմ, հետո 5-ը անեմ, ձեներ կհավաքեմ, կթռնեմ։ Ուղղակի հետաքրքիր է, թե քանի անգամ եք պատրաստ հավատալ այդ հեքիաթներին։ Ժողովուրդ ջան, չգիտեմ քանի կուսակցություն ու դաշինք կմասնակցի ընտրություններին, ով ինչ ծրագիր կներկայացնի, բայց վստահ եմ, որ Նիկոլի ծրագիրը լինելու է 100%-ով չկատարվող, էս գլխից տապալված։ Խաղաղություն է ասում են, ընտրել իրեն կարգախոս։ Այդ բառը, ասֆալտ ու խաղաղություն։ Իր խաղաղության վրա ավելի շատ փոսեր կան, քան իր փռած ասֆալտի։ Կարճ ասած, հարցման ժամանակ քաղաքացին ասում է, մենք սովոր չենք այսօրվա ղեկավարից նորմալ մակարդակով ճիշտ խոսք լսել։ Սովորենք, որ եթե մի բան է ասում Նիկոլը, ուրեմն սուտ է։ Մարդկանց մի մասը հեռուստացույցի էկրանին տեսնելով դրան, ալիքը փոխում է կենդանիների մոլորակ։ Իսկ քաղաքացին մեղք ունի, որ իր ղեկավարը սուտ է խոսում։ Գիտեք, եթե 2-3 ժամկետ այդ ղեկավարը ընտրվում է, այո, մեղք ունի մշտապես խաբվելու համար։ Ինչ են ուզում մեր ժողովուրդը։ Ուզում է ապրել արժանապատիվ, երկրի ներսում արժանապատիվ հարաբերություններ իր եւ իշխանության մեջ, արժանապատիվ հարաբերություններ մյուսների հետ, արժանապատիվ աշխատանք ու վարձատրություն, արժանապատիվ կեցություն, արժանապատիվ խաղաղություն սահմաններին։ Խնդիրը կարողի ու անկարողի մեջ է։ Ժողովուրդն էլ հաշվի առնելով հատկապես վերջին տարիներին իր գլխով անցածը, պետք է որոշի, ում վստահել, ով կարող է իրականացնել իր ծրագիրը, ապահովել այդ արժանապատիվ կեցությունը իր ու երկրի։